մանկապարտեզում բալիկներին թողնում են գնում, սկսում են լացել, այլևս չեն գալու տանել, բայց այդպես է։ Գալու են տանել, իսկ մանկապարտեզը դպրոց այնքան կարևոր է բալիկների համար, չէ՞, այդտեղ սովորում են, լիքը լավ բաներ են Այո, 5 տարեկան։ Հիմա տեսեք, այս անգամ հեքիաթը փոքրիկ բզեզի կախարդական թելի մասին է։ Եկեք տեսեք այդ ինչ թել է։ Կար չկար մի փոքրիկ բզեզ կար։ Նա շատ էր սիրում իր տունը, մայրիկի ջերմ թևերը, հայրիկի մեղմ ձայնը և ընդհանրապես չէր սիրում բաժանումներ։ Երբ մայրիկը դուրս էր գալիս սերմեր բերելու, նրա սիրտը շատ արագ էր զարթնում։ Մի օր մայրիկ բզեզը նկատեց, որ բզեզիկը նստել է գնում, քիթը կախ, թևիկները սեղմած։ Նա պատմեց ծաղրուկի, որ անգամ եթե իրենք միասին չեն, իրենց կապող կախարդական թել կա։ Բզեզիկը զարմացավ. Որտեղ է թելը, ես չեմ տեսնում։ Մայրիկը թևատակին դիպավ ու նրա սրտին. Ահա այստեղ է, քո սրտից մինչև իմ սիրտը գալիս է անտեսանելի չէ է։ Այն ինչ կտրվում է, չի կորում, ես միշտ վերադառնում եմ քեզ մոտ։ Իսկ եթե վախենամ, դու կարող ես քո թևիկներով քաշել այդ թել, ասաց մայրիկը և ցույց տվեց հողը։ Խորը շունչ ու թևիկները փակել սրտի վրա, հետո բացել ու շրջան։ Հաջորդ օրը մայրիկը գնաց սերմեր բերելու։ Բզեզիկը մի պահ տխրեց, սակայն հիշեց կախարդական թելի մասին, շնչեց թևիկները դրեց սրտին ու պատկերացրեց, թե ինչպես է թելը փայլում ու փաթաթվում իր շուրջը։ Մայրիկ ուր էր գնում։ Սերմեր բերելու, չէ՞, իրենք սերմեր են ուտում։ Ահա։ Չէ, դա մեղուներն են, իսկ բզեզիկները սերմերով սոխում են ուղղակի։ Իսկ ո՞նց հասկացավ մայրիկը, որ փոքր բզեզը տխուր է, ինչ պատահեց։ Ահա, մի անգամ, երբ որ մայրիկն ուզում էր տանից դուրս գալ, ինչ պատահեց։ Ահա, իսկ ինչ ասեց մայրիկը բզեզիկին, հնգոր։ Ահա։ Ինչ ասեց մայրիկը բզեզին։ Ասեց, երբ որ ես տանը չեմ, ինչ պիտի զգաս։ Ահա, ասեց թևերը, այ այսպես սխմի, հիմա դուք արեք բզեզիկին։ Ահա, ու ինչ ձերքդ դիր սրտից, չէ։ Հիմա խորը շունչ ենք քաշում բզեզին։ Հակեք ձեր աչքեր ու պատկերացրեք, որ դուք էլ ունեք այդ կախարդական թելից, ու հիշեք մայրիկներին։ Ահա։ Եթե մենք մայրիկների հետ չենք, միևնույն է, չէ՞, մայրիկներ մեզ չեն մոռացել, չէ՞։ Չենք տխրում, չէ՞ առանց մայրիկների։ Չէ, ապրեք։ Մի հատ էլ խորը սրոմ շունչ քաշեք, խորը։ Բզեզիկին մնամ։ Ձեզնից ոմանք ասում էին, որ զարմանում են, որ սարդերը թելեր են ունել, չէ՞։ Ահա, իսկ դուք տեսել եք սարդերի գույնը։ Իսկ գիտեք այդ թելերը իրենք ինչից են լույսում։ Այդ թելերը ինչից են սարդում։